Դարեր շարունակ կնոջ դերը սահմանափակվել է տանը կենցաղային հոգսերը հոգալով, բայց այսօր ժամանակակից աշխարհը բացել է իր դռները եւ հնարավորություն է տալիս կնոջը նաեւ աշխատելու, կարիերա ստեղծելու։ Ինչքանով են այս երկու երևույթները խանգարում իրար, փորձելու ենք հասկանալ այսօր։ Ձեր էկրաններին հոգեկապն է, բարև ձեզ։ Ես այսօր զրուցելու եմ հոգեբան Մարիամ Մելքումյանի հետ։ Բարև Մարիամ ջան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Առաջինը եկեք հասկանանք, արդյոք կարիերա ստեղծելը սա կնոջ ներքին պահանջն է, ցանկությունն է, թե էլի հասարակությունից եկած, պարտադրված ինչ-որ մի երևույթ է, փոխարինում ենք կնոջ տեղը խոհանոցում է եզրույթը, այսօր 21-րդ դարում ամեն ինչ պետք է հասցնի կինը եզրույթով։ Երվան ջան, ձեզ շնորհակալ եմ հրավերի համար։ Ուզում եմ ասեմ, որ թեման, որի շուրջ մենք պատրաստվում ենք խոսենք, շատ ակտուալ է ու շատ կանանց ներկայումս ինչ-որ չափով խոցում ու նաև հետաքրքրում է։ Ձեր հարցին, թե իրականում սա կնոջ ընտրությունն է, թե ամեն դեպքում այստեղ կա նաև հասարակական պարտադրանք ու ակնկալիք։ Եթե կարճ փորձեմ որպես սկիզբ բացում անեմ, կասեմ, որ եւ այո եւ ոչ։ Մենք ունենք իրավիճակ, որ կարծես թե հասարակության մեջ ընդունված է ներկայումս ամեն դեպքում, որ կինը պետք է աշխատի եւ կնոջ ինքնաիրացումը կարևոր հատված է կազմում իր անձնական աճի, զարգացման ու կյանքի։ Բայց այստեղ կարևոր է դիտարկենք, որ շատ նորմալ է, երբ որ կինը չուզի աշխատի եւ կյանքի այս փուլում ընտրի զբաղվելու այլ բաներով, էական չէ ունի երեխաներ, չունի, ընտանիք ունի, թե ոչ, երբ որ ծնվում ենք, որպես այդպեսին ունենք հավանական կյանքի սցենար, իդեմս, որ գնում ենք մանկապարտեզ, այնուհետև դպրոց ենք գնում, կրթություն ենք ստանում եւ այնուհետև աշխատում ենք։ Աշխատանքը ինքնին ոչ միայն ընտրության եւ ֆինանսական միջոց ապահովելու միջոց է, աշխատանքը նաեւ շատ լավ ինքնաիրացման եւ տարբեր պահանջմունքներ բավարարելու միջոց է։ Ուստի եթե դա կնոջ ընտրությունն է, որ հաշտ է, ցանկանում է աշխատել, այո, շատ կարևոր է աշխատելը ընդհանրապես մարդ արարածի, այս դեպքում կնոջ համար։ Որ դեպքում ենք որպես այդպիսին ճակերտավոր խնդիրների հանդիպում, երբ որ հաճախ կանայք շատ ցածր վարձատրվող աշխատանք են իրականացնում եւ տարբեր միաժամանակ պարտականություններ են ստանձնում եւ զուգահեռաբար հնարավոր է, որ ընտանիքի այլ անդամները կամ նույն տղամարդիկ որպես այդպիսին աշխատանքը տվյալ չիրականացնենք։ Ես կասեի, որ հասա կնոջ ընտրությունն է, ինչ որտեղ նաև կնոջ համար պարտադրված դեր է, որ հիմա որպեսզի դու լինես հասարակության մեջ հաջողված մեկը, շատ կարևոր է նաև դու ունենաս կարիերա եւ այս անընդհատ վազքի մեջ երբեմն ունենում ենք իրավիճակ, որ կորում է իրական ցանկությունը կնոջ, արդյոք ուզում է աշխատել, թե ոչ։ Այդ պարտադրվածությունը իր հետ նոր խնդիրներ չի բերում, որոնք հոգեբանական են, որոնք մենք չենք տեսնում։ Իրենք ժպտում են, իրենք աշխատանք են գրում, իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, կարծես թե, բայց ներսում այլ բան է կատարվում, այլ իրավիճակ է, այլ տեսարան է։ Վերջին շրջանում հոգեբանական հայցեր ունեմ այցելուների կողմից, կանայք, ովքեր չեն ցանկանում այլևս աշխատել, բայց վախ ունեն, որ դուրս կմղվեն հասարակությունից, վախ ունեն, որ կարիերայի առումով կլինեն այլևս ճակերտավոր ոչ պիտանի ու նաև մտահոգություն ունեն, որ հնարավոր է երբևէ չուզեն այլևս աշխատեն։ Բայց հետաքրքիր մի բան կա ձեր հարցի մեջ, Երվանդ, որ կանայք շատ հաճախ աշխատանքի դուրս են գալիս ճակերտավոր, ի սկզբանե հիմա, որտեղ այդպես ընդունված է։ Կինը պետք է աշխատի։ Եկեք հաշվի առնենք, որ նաև դա շատ պրոպագանդվեց, որ կինը պետք է աշխատի, բայց լինում է իրավիճակ, որ չաշխատելը կամ աշխատելը իր հետևից բերում է հոգեբանական տարբեր ճակերտավոր դժվարություններ ու խնդիրներ։ Ես կուզեի կարճ անդրադարձ անեմ, թե ինչ հոգեբանական պահանջմունքներ ենք մենք բավարարում աշխատանքի միջոցով, այս դեպքում մենք կանայքս, եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ հոգեբանական, երբ որ մենք չենք ուզում աշխատենք կամ չենք
չենք աշխատում, մեկ այլ տարբերակ։ Աշխատանքի միջոցով նախ մենք սոցիալիզացիայի հարց ենք լուծում։ Եթե մեր շատ սիրելի Աբրահամ Մասլոուին հիշենք, վստահ եմ այս հեղինակին անկախ հոգեբանությանը առնչվելուց շատ-շատերը բիզնեսի մեջ, HR-ի մեջ լսել են, գիտեն, տնտեսագիտության մեջ, հետաքրքիր բան է ասում հեղինակը, որ մենք պահանջմունքների բուրգ ունենք ու ստորին բուրգում ընկած են ֆիզիոլոգիական պահանջմունքները։ Հիմա եթե աշխատանքը կապենք այս բուրգի հետ, այո, աշխատանքի միջոցով մենք որոշակի ֆինանսական հարցեր ենք լուծում եւ արդյունքում նաեւ կարողանում ենք մեր կենսական ու ֆիզիոլոգիական պահանջմունքները բավարարենք։ Բայց շատ հաճախ իրավիճակ է լինում, որ բարձրաձայնում են, օքեյ, եթե գումարի խնդիր չկա, հաց աշխատելու խնդիր չկա, ինչին է պետք աշխատելը։ Բարձվում է մարդու իրացման եւ բավարար լավ զգալու համար շատ կարեւոր է ոչ միայն կերած խմած քնած լինելը, այլև կարեւոր է հոգեբանական պահանջմունքների բավարարումը, իդեմս թե որքանով է անձը սիրված, ընդունված, գնահատված, հարգված։ Աշխատանքը այո կնոջ համար տալիս է հնարավորություն, որպեսզի իր ընդունված լինելու պահանջմունքը բավարարվի, միջավայր ունենա, սիրի եւ սիրվի։ Եվ իհարկե բուրգի վերևում որպես այդպիսին ռեալիզացիայի անձնային աճի կետն է գտնվում, այո աշխատանքի միջոցով մենք աճում ենք, զարգանում ենք, ռեալիզացվում ենք։ Հիմա համապատասխանաբար ինչ խնդիրներ են լինում, երբ որ կինը 1 չի ցանկանում աշխատել եւ 2 ուղղակի չի աշխատում։ Կարևոր կետ, որ եթե դա կնոջ ընտրությունն է, որ չի ցանկանում աշխատել եւ ինքը հաշտ է իր այդ կարգավիճակի հետ, ապա պետք է հասկանալ արդյոք դա իր ընտրությունն է։ Թե զույգի կողմից պարտադրված է, բայց ինքը հասարակության ներկայացնում է, որ դա իր ընտրությունն է։ Իրականում դուք շատ նուրբ եւ շատ խոցելի այս պահին կետի անդրադարձակ, որ հաճախ դա ներկայացվում է, որ չի ուզում, կարիք չկա, այսպես ես լավ եմ զգում, հա, բայց երբեմն լինում է, որ մենք գործ ունենք ընտանեկան սահմանափակումների, չասեմ բռնության մասին, բայց սահմանափակումների հետ գործ ունենք, որ զույգերը իրենց դերը բաշխելիս դիտարկում են, որ կինը պետք է մնա տնային աշխատանքային պարտականությունների մեջ, տան գործ, երեխաների խնամ եւ տղամարդը այլ հարցերն է կարգավորում։ Բայց եթե դա իրոք կնոջ ընտրությունն է եւ չի ցանկանում աշխատել կյանքի տվյալ ժամանակահատվածում, այստեղ մարդուն ճակերտավոր հանգիստ ենք թողում եւ հաշտ եւ ինչ որտեղ նաեւ պատասխանատու ենք իր այդ որոշման հետ։ Բայց երբ որ ցանկանում է եւ չի աշխատում, այս դեպքում մենք խնդիր ունենք, որ պահանջմունքների մեծ բուրգ չի բավարարվում եւ իրականում տան աշխատանքն է շատ բարդ, շատ ռեսուրսատար եւ չգնահատվող, չվարձատրվող աշխատանք։ Այո, նու դրա վարձատրությունը այլ է, ֆինանսական չի։ Ավելի հուզական է, հոգեկան է, չէ՞, մենք պետք է սիրով ենք վարձատրվում, ջերմությամբ ենք վարձատրվում, ուշադրությամբ ենք վարձատրվում, ֆինանսապես չի վարձատրվում այդ աշխատանքը։ Սա շեշտենք, որ մենք պետք է գտնենք այդ ինչպես է վարձատրվում։ Եթե չկա շնորհակալություն այդ աշխատանքի համար կատարված, սա արդեն ուրիշ զրույցի թեմա է։ Այստեղ հետաքրքիր բան դուք ասացիք, Երվանդ, որ փորձենք գտնենք այլ իմաստ, որ գումարից բացի այն աշխատանքը, որ ես տանը անում եմ, ես անում եմ իմ սիրելիների համար ու տեսականորեն ենթադրվում է, որ ես իմ ընտանիքի բարօրությանն եմ սրանով նպաստում։ Եվ պարտադիր չի, որ ես գումարով ընտանիքս անջակցեմ, շատ կարևոր գործ է անում կինը։ Հոգեբանական, եթե խնդիրների դասակարգում անենք, շատ հաճախ կարող է տագնապայնություն առաջանա։ Շատ հաճախ լինում է, որ կինը պարտադրված աշխատում է եւ մենք ունենք նաեւ այդ բռնաուտ հուզական հոչվածը, որ կանայք շատ տարբեր դերեր են համադրում եւ այս դերերի համադրելը շատ մեծ ռեսուրս ու էներգիա է տանում ու արդյունքում հնարավոր է տագնապայնություն ունենան բարձրացած եւ սրա ֆոնին նաեւ հաղորդակցումը տոժի, ինքնազգացողությունը վատանա, երբեմն դեպքեր են ունենում նաեւ, որ այնքան սպառված եւ բազմազբաղ է լինում աշխատող կինը ի հակասություն ցուցադրվող կերպարի։ Այո։ Որտեվ շատ հաճախ ցուցադրում են կերպարով կարողանում է հաջողակ է, ճամփորդում է, գումար է աշխատում, բավականին շատ նոր հարաբերություններ, շփումներ, բայց սրա մյուս կողմում հնարավոր է այլ հույզեր են թաքնված, պլյուս անձը այստեղ շատ կարևոր է։
թե մենք ինչ անձի հետ գործ ունենք, այսինքն ինչ նախատրամադրվածություն եւ սոցիալական իրավիճակների միջով է անցնում այս կինը ու ոնց է գործ ունենում առօրյա խնդիրների հետ։ Հա, հասարակությունը հիմա ակնկալում է, որ կինը պետք է աշխատի։ Ու շատ հաճախ մենք մեր նաև մեկնաբանություններում կարող է շատ անազգույշ լինենք, որ ոնց չես աշխատում։ Այո։ Իհարկե սա շատ ավտոմատիկ մտքի մակարդակում է եւ երբեմն նպատակ չունենք խոցենք կնոջը, բայց մենք չգիտենք ինչ կարգավիճակում է կինը։ Այդ մեր հասարակությանը շատ հատուկ է, մենք չենք սիրում զգուշ լինել նման հարցերում, քաշի, արտաքինի, կենցաղի վերաբերող հարցերում շատ հաճախ կարանք անզգուշ ինչ-որ ռեպլիկներ բաց թողել ու խոցել մարդուն իրապես, այդ միտքը, այդ արտահայտությունը շատ երկար կմնա այդ մարդու գլխում, կպտտվի, ինչ ուներ ման կգա։ Հետո ուզում եմ նշենք, որ աշխատելը կնոջ զույգերի առողջ հարաբերությունների համար ինչ կարևոր է, որովհետև կինը երբ դուրս է գալիս, ունի շրջապատ, զարգանում է, հետ է գալիս ընտանիք, զույգերը անընդհատ շարունակում են լինել իրար հետաքրքիր, նրանք խոսելու թեմաներ ունեն, իրար պատմելու, կիսվելու թեմաներ ունեն, շփման մի նոր աստիճան են բարձրանում, որտեղ իրենք ավելի ամրացնում են իրենց կապը, ընտանեկան հարաբերությունները։ Կանայք, ովքեր ունեն ընտանիք եւ ովքեր նաեւ աշխատում են, այո, երբ որ ունեն իրենց անձնական ժամանակը, ուզում եմ շեշտեմ նաեւ, որ եթե կինը իրականացնում է սիրելի աշխատանք, որը իրեն հետաքրքիր է, որտեղ ունի աճ եւ որտեղ տարբեր պահանջմունքներ են բավարարվում, ենթադրում ենք, որ ինքը սիրով գնում է աշխատանքի եւ հետ է գալիս ռեսուրսով վերականգնված։ Ու սա շատ կարևոր նշանակություն ունի զույգերի հարաբերությունների համար, որովհետև հակառակ պատկերի դեպքում լինում է իրավիճակ, որ կանայք երբեմն տղամարդկանց մեղադրում են, այ դու գնում ես աշխատանքի, խնամվում ես, լոգանք ես ընդունում, դու այնտեղ ունես լանչի ժամ, դու այնտեղ ունես սուրճի ժամ, դու այնտեղ շփվում ես քո գոլեգանների հետ, իսկ ես առավոտից իրիկուն կենցաղի մեջ եմ, 4 պատերի մեջ եմ, եթե երեխաներ կան, երեխաների կամ այլ ընտանիքի անդամների խնամքի գործերով ես զբաղված, ուստի այո, կնոջ համար շատ կարևոր է լավագույն դեպքում, որ աշխատանքը ոչ միայն դա ֆինանս աշխատելու միջոց է, այլև միջոց է ինքնայրացվելու, գործը սիրում ես ու դու հետաքրքրությամբ գնում ես աշխատանքի ու նաև ինչքան էլ հոգնում ես, բայց միևնույն ժամանակ նոր ինֆորմացիայով, նոր էմոցիաներով հետ ես գալիս քո զուգընկերոջ մոտ։ Հետ ես գալիս տուն, ընտանիք, որտեղ կան ընտանեկան հոգսեր, փորձում ես վազել տանը եւ աշխատող շատ կանանց մոտ առաջ է գալիս ես վատ մամա եմ մեղքի զգացումը։ Որտեղից է ծնվում սա եւ այսինչ ներսից կրծող երևույթ է դառնում կնոջ համար։ Երևան ջան, կնոջ կյանքում կա տարբեր դերեր։ Այդ դերերից մեկը աշխատանքային դերն է, որին անդրադարձանք, ունենք դեր որպես զուգընկեր, իր ամուսնու կամ այդ պահին զուգընկերոջ համար, ունենք դեր, որ տնային տնտեսուհի է նաև, այդտեղ մտնում է խոհանոցային գործեր, կենցաղային այլ հոգսեր եւ եթե կինը նաև մայր է, այստեղ իր այդ դերերի մեջ մի հատ մեծ ու շատ չափաբաժին ակնկալվող դեր է ավելանում։ Ու մեղքի զգացման մասին մենք խոսում ենք այն ժամանակ, երբ որ կինը բավարարված չէ իր այդ դերերում ներգրավվածությունից։ Օրինակ, գտնում է, որ երեխայի հետ քիչ ժամանակ է անցկացնում, լարված, բարկացած, հոգնած, հուզված է լինում եւ երեխայի հետ հարաբերություններում շատ սուր է լինում, կտրուկ է լինում կամ միգուցե ինքը շատ փափուկ եւ դրական էմոցիաներով է, բայց քիչ է հասցնում երեխայի հետ ժամանակ անցկացնել։ Մեղքի զգացումը շատ հաճախ իր հետևից տարբեր հոգեվիճակներ է առաջ բերում։ Մեկ հնարավոր է շատ տրամադրության բացասական անկում լինի, շատ հնարավոր է մայրը տխուր զգա, երկրորդ իրավիճակ, որ շատ ագրեսիվություն կարող է առաջացնել, ագրեսիվություն եւ դուրս ուղված, ընդհանուր միջև երեխայի հանդեպ կամ զուգընկերոջ ամուսնու հանդեպ եւ ներս ուղված, որ ներսից կինը իրեն չակերտավոր ուտում է, որ ոնց որ թե ես չեմ հասցնում։ Այս այդ 100%-անոց ամեն ինչ հասցնելու ձգտումն է, չէ՞։ Նույն այդ համացանցային ֆոնի տակ իդեալական մայր լինել, իդեալական աշխատող կին լինել, ամեն ինչ անել իդեալական։ Այո։
Դուք կարևոր բան այս բանին նշեցիք, համացանցը ինչքան էլ դրական փոփոխություններ է մեր կյանք մտցրել, համացանցը նաև ինչ-որ տեսակ վարքի նորմեր թելադրող է դարձել, որ օրինակ հաջողակ կինը պետք է աշխատի, հաջողակ կինը, եթե մայր է նաև ճակերտավոր պետք է հասցնի իր մայրության, իր այդ գործը անել Եվ լավ պետք է անել Եվ լավ պետք է անի եւ հաճախ ցույց են տալիս պատկեր, որը իրականության հետ կապ չունի, տները միշտ մաքուր են, իրենք միշտ խնամված են աշխատանքի գնում, երեխաները չեն հիվանդանում, ու հա, այս մեղքի զգացումը ավելի է խորանում եւ մեր ուղեղը մի տեսակ նաեւ ի վնաս մեզ կարող է աշխատել հետեւյալով, որ ինչու բոլորը հասցնում են, ես չեմ հասցնում։ Իրականում բոլոր ասելով 1-2 ինչ-որ case դեպք տեսել է ու ընդհանրացնում է, որ հասցրեցին, ես չհասցրեցի։ Հա, համացանցը երբեմն պարտադրում է եւ ակնկալում է, որ դու պետք է աշխատես։ Երկու մայրիկների համար որպես այդպեսին ակնկալիք է ստեղծում, որ եթե մայր ես, ուրեմն պետք է հասցնես եւ այս եւ այն, բայց ուզում եմ դրական փոփոխության մասին խոսեմ, որ մենք ներկայումս տեսնում ենք կերպարների, մայրերի, ովքեր աշխատում են կամ չեն աշխատում, բայց փորձում են իրական կնոջ դերերը ցույց տալ եւ մայրությունը ցույց տալ այնպեսին, ինչպեսին կա, առանց կեղծ պաթոսների եւ այն իդեալական եսի։ Դուք որպես հոգեբան կփաստեք, որ ինչքան շատ է լինում այդ ձգտումը իդեալական եսին մոտենալու։ Այո, պերֆեկցիոնիզմի։ Պերֆեկցիոնիզմ ունենք, ուզում ենք ու հաճախ համացանցը շատ լավ միջոց է այլոց եւ ինքներս մեզ համոզելու, որ ոնց որ թե ես մոտ եմ այդ իդեալական եսին։ Բայց իրականում լրիվ այլ բան կարա լինի եւ իրականում չկան իդեալական կերպարներ, դերեր, կա իրավիճակ, երբ որ բավարարված ես ու քո բավարարվածությունը այլոց հաշվին չի, այսինքն քո լավ լինելը ընտանիքի անդամների կամ զուգընկերոջ հաշվին չի, հակառակը քո լավ լինելը իրենց լավ լինելու առաջին պայմանն է։ Այո, եւ ինձ թվում է լավագույն լուծումը կանգ առնելն է այդ պահին, այդ մրցավազքից դուրս գալը ու կողքից գնահատել իրավիճակը ցանկություններն ու հնարավորությունները։ Երբեմն երբ մենք բաց ենք թողում այդ պերֆեկցիոնիզմը, ավելի հեշտ է ամեն ինչ ստացվում։ Լարվածությունը գնում է, թուլանում ենք եւ ավելի հեշտ ենք հաջողության հասնում։ Եկեք թե հոգեբանական գրականության մեջ ունենք նման մայրական կամ ծնողական պերֆեկցիոնիզմ արտահայտությունը, երբ որ փորձում են ամեն ինչ անեն իրենց պատկերացրած ու նաեւ հասարակության լավագույնը։ Արդյոք կարող է կնոջ կարիերայի ձգտումը լինել փախուստ ընտանիքից, ընտանեկան խնդիրներից։ Չեք պատկերացնի, թե ինչքան լավ հարց դուք այս բանին բարձրաձայնեցիք։ Շատ հաջող կարիերա կերտած կանանց եմ ճանաչում եւ թերապևտիկ աշխատանքի բերումով եւ անձնական կյանքում, ովքեր երբ որ շատ անկեղծ են լինում ու նաեւ գիտակցում են, թե ինչու են այդպես համառորեն կարիերա ստեղծում, պատասխանում են, որ դա փախուստ է իրականում ընտանիքից։ Որոշ զույգեր մեծ ընտանիքով են ապրում իդեմս նաև ծնողների հետ ամուսնու, որոշ զույգեր հնարավոր է ապրում են ուղղակի իրենց ամուսնու եւ երեխաների փոքր մոդելով են ընտանիքի ապրում եւ հաճախ լինում է, որ ընտանեկան հոգսերից, ծանրաբեռնվածությունից, խնդիրներից փախնելու տարբերակ է լինում անընդհատ աշխատանքի գնալը։ Աշխատավայրը հանգստյան վայր է դառնում։ Հանգստյան վայր ու ճակերտավոր ասեմ հանգստյան, որտեղ այնտեղ էլ իր խնդիրները կա, բայց արդարացնում է տանը չներգրավված լինելը։ Ես հիշում եմ, որ ժամանակին այցելություններից մեկը բարձրաձայնում էր, որ արձակուրդ ենք պլանավորում, առաջի անգամ երեխաներին էլ ենք մեզ հետ տանելու ու այնքան անհանգիստ եմ երբեք չի եղել մի շաբաթ շարունակ ես իմ երեխաների հետ ժամանակ անցկացնեմ։ Այսինքն այնքան աշխատանքի մեջ են լինում ու այնքան նաև ընտանեկան խնդիրներից ու իրավիճակից ճակերտավոր դուրս, երբեմն նաև փախած, որ ընտանիքի հետ անցկացվող ժամանակը շատ իրենց համար հնարավոր է լինի պրոբլեմատիկ եւ դժվարություն հարուցող։ Իրավիճակները տարբեր են, երբ որ կանայք որպես այդպեսին գնում են եւ կարիերա են ճակերտավոր անում, բայց հիմնականում լինում է, որ մեկ կարիք կա ընտանեկան հոգսերը ծանրաբեռնված է ամուսինը եւ կինը նախընտրում է, որ ուզում է մասնակից լինի եւ աշխատել, լինում է իրավիճակ, որ ուղղակի սիրով է անում, լավ մասնագետ է, լինում է իրավիճակ, որ եւ պլյուս տնից ճակերտավոր փախնելու խնդիր կա, որովհետեւ տանը դժվար է եւ հետաքրքիր բան դուք էլ ֆիքսած կլինեք, որ հաճախ երբ որ պետք է դադար տան
չեն կարողանում հանգստանան։ Միշտ սովոր են աշխատելու, հանգստի ժամանակ շատ մեծ տագնապ է առաջանում։ Ես սրա մասին խոսում եմ հիշելով բոլոր այցելումներից դեպքերը, ովքեր որ այնքան շատ են աշխատանքի մեջ ներգրավված լինում, որ հանգիստը տագնապ է բերում ու այստեղ ուզենք չուզենք նաև մանկությանը կարող ենք անդրադարձ անել, որ աղջիկների հանդեպ երբեմն լինում է պահանջադիրություն, այն առումով, որ աղջիկես լավ սովորի, աղջիկես տունը պետք է մաքուր պահես, հանգիստ տեղդ մի նստի, պետք է նաև խնամես, տարածքում ինչ գործ կա անես ու մի տեսակ այդ մեսիջը, հաղորդագրությունը անընդհատ լսած է լինում, որ մեծանաս պետք է անընդհատ անես։ Պետք է չհանգստանաս, անընդհատ պետք է շարժման մեջ լինես, ինչ որ գործողություն անես, պարզապես չեն սովորեցնում հանգստանալ։ Էդ էլ պետք է իմանալ ինչպես անել, որ վերականգնես, չէ՞, եւ հոգեկան աշխարհդ եւ մարմինդ ռեստարտ անես, նորից նոր թափով վերադառնաս։ Բայց այստեղ մի կարևոր խնդիր կա, այս փախուստը դեպի աշխատավայր ընտանեկան հոգսերից չի փրկում, չի լուծում այդ ընտանեկան հոգսերը։ Դրանք շարունակում են մնալ։ Եվ դու ապրում ես մի կյանք փախած քո ընտանիքից։ Այնտեղ կան խնդիրներ, որոնք պետք է լուծես։ Քեզ հաճելի պետք է լինի։ Ի վերջո ընտանիքը մեր այն ամրությունն է, որտեղ մենք մեզ լավ ենք զգում, հանգիստ ենք զգում, թուլանում ենք, մեզ թույլ ենք տալիս լիքը բաներ, որոնք թույլ չենք տա այլ տեղ, հասարակության մեջ, հանրության հետ առնչվելիս, չէ՞։ Հետաքրքիր է, որ ենթադրվում է, որ ընտանիքը պետք է լինի ռեսուրսի վայր, որտեղ դու հանգստանում ես, որտեղ դու ընդունված ես, որտեղ դու սիրված ես, բայց երբ որ կա հարաբերություններում դժվարություն, անընդհատ կոնֆլիկտներ, քննադատություն, չընդունվածություն, հաճախ աշխատանքը լինում է տարբերակ ընտանիքը պահելու, բայց նաև ընտանիքից փախնելու։ Այսինքն ընտանիքը կա, որպես հասարակության աչքին երևացող օղակ, բայց հարաբերությունների մակարդակում կինը, ինչու՞ չէ նաև տղամարդը նախընտրում են դուրս գալ եւ ավելի շատ դրսում ժամանակ անցկացնել։ Այստեղ շատ խոցելի են լինում ոչ միայն կինը ու տղամարդը, այլև հենց երեխաները, ովքեր ընտանիքում են ապրում, որտեղ բավականաչափ չեն հասցնում տեսնել իրենց ծնողներին, կամ իրենց մայրիկին, կամ մայրիկին տեսնում են, ով որ հետ է եկել ու ժամանակ չունի իրենց հետ էլի ժամանակ անցկացնելու, պետք է կենցաղ լինի։ Հոգսերը պետք է հոգ։ Այստեղ կարևոր բան եմ ուզում ասեմ, որ հակառակ սեռի ներգրավվածությունը ընտանիքում հաճախ մենք ասում ենք դե պապան օգնեց կամ ամուսինը օգնեց, բայց սա ոչ թե օգնություն է, այլ իրականում երկու առողջ մարդիկ ենթադրվում է կազմել են ընտանիք, ով ինչով կարող է ընտանեկան հոգսերում պետք է ներգրավված լինի, ու սա ոչ թե օգնություն, այլ սեփական ընտանիքում ներգրավվածություն է, բայց մենք կանայքս նաև հաճախ ունենում ենք դիրքորոշումներ, որ ես ամեն ինչ կանեմ մենակ, ինձ պետք չի օգնություն, ու արդյունքում սպառվում ենք, արդյունքում լարված ենք լինում, որովհետև կինը նաև աշխատում է, կինը նաև այլ դերեր ու պարտականություններ ունի ու հնարավոր է լարվածությունը զգա իր զուգընկերոջ, ամուսնու, կողակցի հանդեպ, հնարավոր է լինի ագրեսիվ, պասիվ-ագրեսիվ, բարկությունը զգա, փոխարենը ընդունելու, որ ոնց որ թե մի տեսակ ուզում է այդ ամենազոր կերպարում լինի, որ ես կաշխատեմ էլ, տունն էլ կանեմ, երեխեքին էլ կանեմ, ամեն ինչ կանեմ, բայց շատ նորմալ է օգնության դիմել, շատ նորմալ է ներգրավել ու նորմալ է ոչինչ չանել։ Այդ դադարները շատ կարևոր է, որ ամենազոր չես, երբեմն այդ կանացի ամենազորության թիկնոցը սուպերհերոսի իջացնել ու ասել նորմալ է չանել, այսօր տանը միգուցե այսինչը չհասցնեմ, այսօր միգուցե դա թարտամ, դա շատ մարդկային է, շատ նորմալ է, իհարկե պերֆեկցիոնիզմի դեպքում ենք ունենում, որ ամեն ինչ ամենտեղ փորձում է հասցնել, բարեբախտաբար հիմա կենցաղային տարբեր գadgetներ կան, որոնք օգնում են կանանց, հեշտացնում են, միշտ չի որ հոգեբանական մակարդակում թեթևություն են բերում ու այդ լարվածությունը, ստրեսը չի լինում։ Կարա ամբողջությամբ կինը օգնություն ունենա տարբեր մակարդակներում, բայց աշխատանքի մեջ ունենա կոնֆլիկտային իրավիճակ, հարաբերություններում ունենա իր ներսում ուղղակի ներանձնային դժվարություններ, պրոբլեմ ունենա ու այդ ամբողջ կենցաղային թեթևացնող կետերը չերևա։ Ինչքանով է աշխատող կնոջ կերպարը
խանգարում կամ վնասում երեխայի դաստիարակությանը, ընտանիքում կամ զարգացմանը։ Կանայք որպես այդպեսին գիտենք, որ շատ պայքարել են իրենց աշխատելու վարձատրվող աշխատանքի իրավունքի համար եւ երբեմն հասարակության մեջ ունենում ենք դիրքորոշում, որ եթե կինը աշխատում է, ապա չի կարող լավ մայր լինել։ Մի տեսակ հակասող դիրքորոշումներ ունենք, եթե կինը աշխատում է, չի կարող հասցնել նաև իր երեխայի կյանքում լինել։ Ու ունենք նաև մյուս ծայրահեղությունը, որ ասում ենք, չէ, պարտադիր կինը պետք է աշխատի, որպեսզի հասցնի նաև մայր լինի։ Այս երկու դերերը իրականում իրար չեն հակասում ընդհանրապես։ Դժվարություններ առաջացնում են, երբ որ կինը աշխատում է, որովհետև ժամանակի խնդիր կա, որովհետև տարբեր պարտավորվածություններ կա, բայց հա, միանշանակ եթե կինը իր սիրած աշխատանքի մեջ է, լիովին կարող ենք խոսել ու ասել, որ այո, ինքը ունի նաև հավանականություն իր մայրության դերից բավարարված լինելու։ Այստեղ կարևոր է, թե ոնց է կինը զգում աշխատանքի մեջ, ոնց է զգում մայրության մեջ, իրար չեն հակասում այս դերերը, հա, կարա կինը աշխատի ու կարա լավ մայր լինի, կարա կինը չաշխատի ու ընդհանրապես մայրության մեջ իրեն լավ չզգա, երեխայի հետ հարաբերությունները վատ լինեն, ու կարա կինը աշխատի ու այո, երեխայի հետ հարաբերությունները էլի վատ լինեն, այսինքն սրանք իրար հետ ինչքան էլ փոխկապակցված են, բայց միանշանակ 100% իրար չեն պայմանավորում։ Այստեղ կարևոր է անձնային հատկանիշները, ինչ անձը բնութագիր ունի, ինչ արժեքներ ունի, ինչ իմաստներ ունի ու նաև ոնց է այն շատ տարածված life work balance կոչվածը պահում։ Իհարկե աշխատանքն էլ է կյանք, այդ ուզում եմ նշեմ, որ աշխատանքը ուրիշ մի բան չի։ Դա մեր կյանքն է։ Հաջորդ հարցս հենց սահմանների մասին է։ Այդ սահմանները ինչպես պետք է անցկացնել եւ ինչպես պետք է պահել, կարիերա եւ ընտանիք սահման պետք է լինի, թե ոչ։ Աշխատանքը մեր կյանքի մի մասն է։ Սահմանների մասին խոսելիս կարող ենք ասել, թե ինչի հաշվին է աշխատանքը այստեղ։ 24/7 աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ է մարդը, թե ունի ժամանակ դադարի։ Եթե կարողանում է նաև հանգստանալ, եթե կարողանում է կինը իր ընտանիքում, երեխաների հետ, ամուսնու հետ ժամանակ անցկացնել ու կարևոր ցուցիչ բավարարված է, այս բավարարվածության կարևոր գործոն է, ապա կարող է դա 2 ժամ, 5 ժամ, 10 ժամ էական չի, չունենք գիտահեն ինչ-որ մի հատ բան, որ ասենք պարտադիր 8 ժամ, այս ինչը պետք է անես, եթե աշխատանքի մեջ ունենք սահմանափակում, որ աշխատանքային օրենսգրքով սահմանվում է ինչքան աշխատել, թեև հիմա շատ գործատուններ նաև այդ remote տարբերակն են ընդունում, ճկուն գրաֆիկը, ապա թե ինչքան լինես ընտանիքում, որ սահմանները պահպանված լինի, այստեղ կարևոր է թե ոնց ես զգում, ինչքանով ես բավարարված, քեզ բավականացնում է 6-ից հետո տուն գնալ, ինչ-որ մի համով բան սարքել կամ ոչինչ չսարքել, միգուցե արդեն ամուսինդ է պատրաստել, միգուցե ոչինչ չեք անում, ինչ-որ բան եք պատվիրում, դրսում եք սնվում։ Այստեղ կարևոր է թե որքանով ես դու բավարարված Եվ ինչքանով է այդ անցկացրած ժամանակը ձեր ընդհանուրը եւ որակյալ, այո։ Պլյուս մեր գadgetները մեզ շատ խանգարում են, թվում է թե մենք իրար հետ ենք, բայց էլի մեյլերի մեջ ենք, էլի չաթերի մեջ ենք, էլի զանգերի մեջ ենք, այստեղ կարևոր է թե որքանով ես բավարարված։ Եթե ես իմ թերապևտիկ փորձից խոսեմ, կասեմ, որ շատ աշխատող կանայք, ովքեր ունեն երեխաներ, կնախընտրեին ավելի քիչ աշխատեն։ Ոչ միայն նրա համար, որովհետև ուզում են իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնեն, ես նկատի ունեմ 9-ից 6 աշխատող կանանց, ովքեր որ ֆիքս գրաֆիկ ունեն, այդ նշանակում է 8 գնում են եւ 7-ից մեծամասամբ տուն հասնում։ Ոչ միայն երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար, այլև իրենց համար ժամանակ ունենալու համար։ Որտեվ երբեմն ուղղակի ժամանակ չեն ունենում սիրելի մարդկանց հանդիպելու, հանգիստ քնելու, ընկերներին տեսնելու, ուստի եթե անում է ինչ-որ մի բան, որպես այդպեսին նորմա է սահմանում, որ անում ես մի բան, դա ուրիշների հաշվին չի, քեզ լավ է ու քեզ վնաս չի։ Հիմա եթե դու բավարարված ես քո 9-ից 7 աշխատանքով, ու դու տենց ես պատկերացնում, ուրիշ ձև չի կարա լինի, ու քեզ օքեյ է մնացած ժամանակ X բաներ անել, այստեղ կարանք խոսենք, որ կա անհատական սահման, մարդը բավարարված է զգում։ Բայց հնարավոր է դու 2 ժամ օրվա մեջ աշխատես, բայց էլի զգաս չբավարարված ու քո համար հավասար քո ընկալմամբ սահմանների բաշխում չլինի։ Ես այստեղ շատ կուզեի խոսեմ
մեր անձնական ընկալումների, դիրքորոշումների մասին Երվան ջան։ Ես ինքս CBT մեթոդներով եմ հիմնականում աշխատում ու եթե փորձենք sense հանրամատչելի ներկայացնենք ոնց է մեր դիրքորոշումը կառավարում մեր վարքը, ասեմ որ մենք որպես բանական էակներ շատ տարբեր որոշումներ ենք կայացնում ու դրանց արդյունքում ունենում ենք տարբեր վարք ու էմոցիաներ։ Հիմա կոգնիտիվ վարքաբանական ուղղությունը ասում է, որ իրավիճակները ինքնին լավ կամ վատ չեն։ Հիմա ինչ որ մեկին գնում է աշխատանքի, ինչ որ մեկին չի գնում, կեսօրով է գնում, մնում է տանը, ինչ որ մեկին նաև զուգահեռ սովորում է։ Սրանք ինքնին լավ կամ վատ չեն, սրանք առօրյա մեր կյանքի բաղկացուցիչ իրավիճակներ են։ Եվ պարզվում է այդ իրավիճակներում մենք դժգոհ ենք, ուրախ ենք, գոհ ենք, բավարարված ենք, տխուր ենք, տարբեր էմոցիաներ ունենք, ոչ թե ուղիղ պայմանավորված իրավիճակով, այլ իրավիճակի եւ մեր արձագանքի միջև միշտ կա մեր ընկալումը։ Այսինքն, եթե իմ դիրքորոշումը ասում է, որ ջան, գործի չեմ գնում, հավեսա, տունը կպարկեմ, տանը համով բան կսարքեմ, կամ ոչինչը չեմ անի, երեխեքից դասի եմ տանելու բերեմ, կամ եթե երեխեք չկան, ուղղակի ուզում եմ այս ընթացք հանգիստ լինեմ, բնականաբար էմոցիան սրան զուգակցվող լինելու է ճակերտավոր դրական ավելի հանգիստ։ Եթե իմ դիրքորոշումը ասում է, որ այո, ներկայիս ժամանակաշրջանում առանց աշխատել չի լինի, որ հա դժվար է, բայց դե էտա ես պետք է 9-ից 6-ը գնամ, որովհետև արդյունքում ես կարամ երեխեքիս կրթություն տամ, երեխեքիս սնունդ առնեմ, իրար հետ հանգստի գնանք, այս չի նշանակում կինը չի հոգնում, հոգնում է, բայց իր դիրքորոշման ընկալման օգնությամբ ինքը այդ իրավիճակում քիչ է սպառվում, բայց եթե դիրքորոշումը ասում է, որ ինչի պետք է աշխատեմ, ով է ասել, որ ես պետք է աշխատեմ, հա ստիպված եմ աշխատում, բայց ես չեմ ուզում ընդհանրապես աշխատեմ։ Այս պահին ընտրություններով գնում է, չուզենալով աշխատում է։ Ընդհանուր միջև զզվում եմ աշխատանքից։ Արդյունքում այս դիրքորոշման ֆոնին լինում է սպառվածություն, հյուծում, էմոցիաների վատացում։ Ուստի եթե սենց որպես այդպեսին փաթեթավորենք, այստեղ կարանք խոսենք կնոջ ընկալումների մասին, դիրքորոշումների մասին ու վերաբերմունքի մասին։ Իհարկե կինը նաև ունի իր կողքին այլ ընկալող սուբյեկտներ, ովքեր իրենց ընկալումներից թելադրում են, թե ինչ անի կինը։ Ներազդում են, բայց այստեղ կարևոր է թե իրավիճակը կինը ոնց է մեկնաբանում։ Բայց ես գտնում եմ, որ իրականում հիասքանչ է, որ մենք կանայքս ունենք աշխատելու, ընտրելու, ոլորտ փոխելու հնարավորություն եւ ազատություն։ Երբ որ դու ազատ ես ընտրես, ինչ աշխատես, ոնց աշխատես, եթե չենք խոսում պարտադրանքի մասին, ու եթե չենք խոսում հարկադրյալ չաշխատելու եւ շատ առողջ է, որ մենք ընտրենք չաշխատել, քիչ աշխատել կամ ընդհանրապես չաշխատել, եթե սա իհարկե կնոջ ընտրությունն է։ Արդյոք այդ բալանսը մշտական վիճակ է, թե սա իրավիճակային լուծումներ է, բալանսի բերելը, կարիերան, ընտանիքը։ Եթե խոսենք, իրականում սա շատ կարող է լինել իրավիճակային, որտեղ որոշակի տարիքում եւ որոշակի մասնագիտությունների մեջ երբեմն լինում է, որ կնոջ կյանքում ակտուալ է լինում նվիրվածությունը աշխատանքին ավելի շատ։ Եվ հնարավոր է փուլ լինի, որ եւ իր անձնական ընտրությամբ եւ իրավիճակով պայմանավորված տեղափոխելիություն լինի։ Ուզում եմ այստեղ ասեմ, որ շատ կարևոր է, թե ինչքանով է որակյալ եւ բավարարված կինը համարում իր ժամանակը թե աշխատանքի մեջ, թե ընտանիքում, թե այլ դերերում, շատ փոփոխական է ու շատ նաեւ իրավիճակային է եւ պլյուս մենք կարանք տարբեր իրավիճակներում մեր շահերից, մեր չելենջներից, մարտահրավերներից ելնելով ու մեր նաեւ նախապատմությունից ելնելով լրիվ այլ բաներ ընտրենք ու լրիվ այլ բաներ անենք։ Ու հաճախ մեզ թվում է կանայք կարիերա անում են, որովհետեւ ստիպված են, չէ, դա նաեւ ընտրություն է։ Ու դա նաեւ ստիպված լինելը։ Իրավիճակները շատ տարբեր են, բայց կա աշխատանք, որ ուղղակի անում ես, կա աշխատանք, որ դու զարգանում առաջ ես գնում, ու կա աշխատանք, որ անընդհատ նոր վերապատրաստումներ է պահանջում։ Շատ տարբեր բաների մասին է խոսքը, շատ տարբեր, ու այստեղ կարևոր է թե ում հետ մենք գործ ունենք, ով է այս կինը ընդհանրապես, ինչ մտքեր, ցանկություններ ունի, ինչ դաստիարակություն ունի եւ ինչ միջավայր ունի իր մոտ։ Ընտրությունից խոսեցիք։ Որն է ձեր ուղերձը այն կնոջը, ով հիմա դիտում է մեզ եւ
չի կողմնորոշվում աշխատել, մնալ ընտանիքում եւ չգիտի ինչպես բալանսավորել։ Կարևոր է հասկանանք, թե ինչ կարանք պատվիրակենք, delegation է կոչվում։ Ես երբ որ փորձում եմ ամեն ինչ համատեղեմ, պետք է հասկանամ, ինչքանով է պարտադիր, որ ես պետք է բոլորը անեմ։ Կամ մի բան, որ կարամ աշխատանքիս մեջ այլ մարդկանց պատվիրակեմ, կամ մի բան, որ ես ընտանիքում կարամ ինչ-որ մի բան իմ ուսերից իջացնեմ, թե չկա։ Երկրորդ, հարցով կպատասխանեի, թե ինչ կլինի, եթե չաշխատեք որոշակի ժամանակահատված։ Իհարկե վախ լինում է, որ հետ կմնամ, չեմ հասցնի, բայց դադարները մեր կյանքում երբեմն նաև ստիպված են լինում, որովհետև երբեմն գործատուի հետ աշխատանքային պարտականությունները խզվում են, երբեմն իրավիճակ է լինում, որ աշխատանքային որպես այդպեսին հաստիքն է կինը կորցնում, լինում է, որ մայրության արձակուրդով պայմանավորված կինը դադար է վերցնում, կուզեի հարցնեիք ինքներդ ձեզ, թե ինչ լինի, որ դուք երջանիկ լինեք։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Կարիերա թե ընտանիք հարցը չունի մեկ պատասխան բոլորի համար։ Կարևորը նա է, որ կինը առաջնորդվի ոչ թե ուրիշների սպասումներով եւ ակնկալիքներով, այլ հայացք գցի դեպի ներս հասկանալու համար, որն է իր ցանկությունը։ Ձեր էկրաններին հոգեկապներ, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Խաղաղություն ձեր մտքերին։